Պետրոս առաջի Պետրոս 4-ի 17-ից եմ ուզում կարդամ, դենանք առաքյալը ինչ է գրում, ասում է, քանզի ժամանակ է, որ դատաստանը Աստծո տնից սկսի, եթե առաջ մեզ սկսի, եթե առաջ մեզ սկսի, հապա անոնց վերջը ինչ պիտի լա, որոնք Աստծո ավետարանին չեն հնազանդիր։ Հետաքրքիր է, չէ, ինչ է ասում, քանզի ժամանակն է, որ դատաստանը Աստծո տնեն սկսի։ Ինչի ոչ թե շարունակվի։ Ինչ, մեկը դատաստանը կանգնացրել է։ Մենք սովոր ենք չէ ասել, որ Աստծո ողորմությունը ամեն առավոտ նորոգվում է։ Գիտենք չէ՞ թե որտեղից ենք ասում։ Ողբից ենք ասում, Երեմիայի ողբից 3-րդ գլխից։ 17 համարներից։ Ասում է անոր ողորմությունը չհատավ, դրա համար մենք չվերացանք։ Ողորմությունը նորոգվում է ամեն առավոտ։ Դրա համար մենք այսօր զարթնել ենք, մենք այսօր կարացել ենք հելնենք քնից, գանք պաշտամունքի, իրիկունը ժամը 7-ին, որտեղ ողորմությունը նորոգվել է, ու մինչև այդ լիքը բաներ ենք արել։ Բայց հետաքրքիր է, որ սրա մասին քիչ է խոսվում, որ ամեն առավոտ մենակ ողորմությունը չի նորոգվում։ Սոֆոնիայի մեջ 4-րդ գլուխը։ Սոֆոնիայի 4-րդ գլուխը։ Այսինքն 3-րդ գլխի 5-ից ասում է արդար է Տերը անոր մեջ։ Արդար է Տերը անոր մեջ է, անիկա անօրենություն չի գործեր, առավոտ է առավոտ իր իրավունքը կցուցադրե ու ետ չի մնար։ Ռուսերենում ասում է ամեն առավոտ հայտնում է իր դատը։ Հայերենում գրած է իրավունքը, առավոտ է առավոտ կցուցնե իր իրավունքը, ասում է, բայց անիրավը ամչնալ չգիտեր, անիրավ մարդը չի ամանչում։ Այսինքն ստեղից երևում է, որ Աստված չի շտապում մարդուն պատժի, Աստված սկզբից մարդու խղճին է խոսում, որ մարդ ամանչի, կարող ամանչի, եթե մեկը ամանչում է, ինքը մեղ չի գործի, կամանչի տիրոջից, խիղճը գիտեք չէ ինչ է, խղճի ձայնը, հեշտ չի խղճի ձայնը լռեցնել, բայց եթե խանձեցիր խիղճը ու խիղճը քո կյանքում լռեց, դու արդեն մաքուր խշմտանք չունես, խիղճը այնքան զգայուն է, որ առաքյալ ասում է, եթե մեր խիղճը մեզ հանդիմանում է, որքան ավելի Աստված, որը մեր խղճից առավել է, մեր խղճից բարձր է, եթե մեր խիղճն է մեզ հանդիմանում, բա Աստված մեզ եւ ոնց կհանդիմանի։ Պրիտոմ եթե այդ խիղճ ունի նաեւ աշխարհիկ մարդ, բայց խիղճը լինում է խանձված, մեռած, չար, խստացած, էլի կա տարբերակ խիղճը, տկար, ճիշտ հիշացես, տկար է լինում, տկար խշմտանք, վերացած, հա, էդի մեռածն է Արմեն ջան, հա, տկար խշմտանք կա, մարդկա միշտ չի ուտում, տկար է խշմտանքը, մի կեր աղբերս, ասում է տկարը մենակ բանջար է ուտում, դու բանջար կեր, Պողոս առաքյալը նենց գիտություն ուներ Պողոս առաքյալը, որ կարար կռատունը նստեր, միս ուտեր ընդե ու իրա ոչի բան չլներ, իրա խշմտանքը են ձևի լույսի մեջ էր, բայց այն ինչ կարիլ է Պողոսին, էդի չկարա նորը հավատ անի,
բաներ կա, ես էլ չեմ կարանում։ Ես այդ չափի լուսավորված չեմ ոնց որ Պողոսը։ Ես այդ տեսակի զորություն չունեմ ոնց որ Պողոսը։ Ինքը նենց բաների միջով կարար անցնել, ես կարող եմ մտնեմ ու ճամփի կեսին մնամ։ Մտնեմ ու չկարանամ հելնեմ։ Բանի եբրայեցիներին Պողոս Արաքյալը երևի 13-18 տարի եթե ճիշտ եմ հիշում, ասեմ ոնց որ ռուսերեն եմ ասում է աղոթք արեք մեր համար, մենք վստահ ենք, որ մաքուր խշմտանք ունենք։ Արաքյալը վստահ է, որ ինքը մաքուր խշմտանք ունի, որտեղից։ Ռուսերեն ասեմ գրած։ Ասում եմ որտեղ ամեն ինչում, ամեն բանում ուզում ենք ազնիվ գործենք, ճիշտ գործենք, во всем поступать честно։ Եթե իմ մեջ այդ настрой չկա, ես ամեն բանում ազնիվ գործեմ, ես արդեն մաքուր խշմտանք չունեմ։ Կոպիտ օրինակ եմ ասում, տեսա պորտմանը մեկի գրպանից ընկավ, եթե ես մաքուր խշմտանք չունեմ։ Իմաստությամբ կասեմ փառքես Տեր Աստված, սպասեմ մի քիչ հեռանա, որ գնամ այդ պորտմանը վերցնեմ։ Ինչ մտքի տկարություն չէ կարողի։ Ու դաժե մտածեմ տիրոջից էր, երևի այդ փողը անարդար փող էր, ջեբից ընկավ, Տերը ինձ ակամելում։ Մեկ էլ հանկարծակի տենում եմ, մեկ ինձանի ճարպիկ ավելի շուտ այդ պորտմանը վերցրեց գնաց։ Ասում եմ երևի ավելի արդար էր։ Կամ ես դանդաղեցի։ Վերջ եսի մտքի տկարություն է, Ժորժ ջան, եսի խղճի բացակայություն եմ։ Ասեց եղբայրը։ Հակառակ տեսար ընկավ, մտածում եմ հավատացյալները չեն էլ կասկածի, ոչ էլ երկու միտք ունենան, վազելով կգնան կվերցնեն կտան տիրոջը։ Ինչքան են գումար գտել, զանգել են, եկել են, նույնիսկ պարգևատրում ասում է չի աղբեր, տենց բան մի արա, ես աստվածավախ մարդ եմ։ Ես դու այդ գումարը ինձ տվիր, ես գետամ տուն ինձ կկրծի էդի։ Ոնց ես քեզ քո պորտմանը շահով հա հետ տվեցի։ Չէ, ոչ մի շնորհակալություն, ես ինչ պետք է անեի։ Այդ իմ պարտականությունն էր։ Բայց այսօր ցավոք էդի չկա։ Բայց էդի աշխարհին է վերաբերվում։ Պետրոս Արաքյալը, որ ասում է ժամանակն է, դատաստանը սկսի Աստծո տնից, ինքը հոսա նկատի չունի։ Բայց եթե քրիստոնյան հասել է այս աստիճանի, դա արդեն ծանր վիճակ է։ Ողբերգություն է, տես ուր անգ է, ինչքան անգ է։ Բայց հետաքրքիր է, որ ասում է սկսի, էսի են Արաքյալն է գրում, ու միջոցով եկեղեցում դա տեղել է։ Աստված իր միջոցով դատել է։ Անանյային Սափֆիրային գումար բերեցին եկեղեցի ու ներկայացրեցին որպես ամբողջ։ Ընդհանրապես տեղերով պետք է փոխեն, գիտես։ Ասեն ամբողջը չէ, մի մասն է Պետրոս ջան։ Այն մի մասը որոշել եմ, ասենք ծնողներիս պահեմ։ Ծեր բանը ծնողներ ունեն։ Կամ երեխեք ունեն պիտի ամուսնացնեմ։ Եվ այլն, պատճառ կա։ 100,000 եմ ծախե, $100,000, 50,000-ը բերում եմ եկեղեցի։ Տերը կընդունի։ Տերը չի կընդունի։ Ինչի հիմա վրա կընդունի։ Հոժարական տվողին ա Տերը սիրում։ Ինչքան հոժարություն ունես, այդքան դուր։ Դուր այնքան, որ քեզի չես կարծի։ Գաստուն կռիվ չես անի, խի այդքան տվեցի։ Օրինակը գիտեք, չէ, դասականատարը։ Անուններ չեն տալի, կոմունիստների ժամանակ մի հատ աղբեր գանձանակում գցում է 10 ռուբլի, գնում է տուն։ Մանումենտ է հասնում, ուր է հասնում, ճամփին կռիվ անում, ասում է 10 մանեթ է շատ էր, կարել էր 5 տալ, կարել վաբշե 3 տալ։ Այն մարդի ոգևորվեց, այս 10 ռուբլին էլ էդի լուրջ բան էր, 10 ռուբլին, եթե հիշում եք։ Մի կիլո խոզի միս 2 ռուբլ էր։ 5 կիլո խոզի միսակցե։ Վերջը, ուզում եմ ասել, հա, վերջը, ափսոսում է մարդ հիմա։ Ժորժ, մարկարը $1,000 տա, ոչ էլ հիշի։
Մարդը կարա 10 ռուբլի տա ու տեսար որդերը եկան կրծում են քեզ հիմա։ Սա գիշեր պայքարի մեջ ես, ոնց դա վերջը չգիտես։ Այգու միջով անցել մի հատ քամի ա հելնում փոթորիկ, մի հատ թութ գալի տալիս է ճակատին ես աղբոր։ Գիտի յարլիկա լիմոնադի կամ ընդև։ Վեկալմա որ գցի, վեկալ տենում է 10 ռուբլի։ Փոթորիկի մեջ 10 ռուբլին հելելա, եկեց տվելա ճակատին։ Աստված տեսավ 10 ռուբլին ստե տվիր, մինչև հասար մանումետ մի 100 ռուբլի ծախսիր երևի։ Այդ 10 ռուբլի պատճառով այնքան բարգացար, այնքան ափսոսեցիր։ Եթե մենք մի բան անում ենք ու ափսոսում ենք, ինքը զրոյանում է, այդ էլ իմանաս։ Մեկին լավություն արիր ու հետո փոշմանեցիր, կարա հրեշտակը ջնջի։ Հա, կամ եթե պատմեցիր, հելար սկսիր աչուձախ պատմել, ինչքան դու բարի ես, քեզ չեն նկատում, հասկանում ես, ինչ բարձրալ Աստծո ծառայ ապրում 21-րդ դարում, ու շրջապատի բախտը ոնց է բերել, որ ասենք դու իրանց մեջ ապրում ես, հասկանում ես, քեզ չեն գնահատում։ Եթե հանգարց տենց մատյան ողբերգություն սկսիր Մայր Թերեզային տվիր անցար, Ժորջան, եւս կգաս երկինքը տենաս սաղ զրոյա, ոչ մի չկա։ Բայց եթե նենց ես տալի, որ ձախը չգիտի աչի ինչ անում, էսի որակներ են, Ժորջան, էսի որակներ են։ Սա մենք բնածին չունենք, սա ձեռք բերովի է։ Մարդիկ կա բնածին տվող են, աշխարհում էլ են տվող եղել։ Վերջը հանի կտա, բայց Քրիստոսով որ գալիս է, զտվում է, զուլալվում է, արդեն գիտի էդի ում համար է անում։ Եթե աշխարհում իր չարուխապեպա սրտից մղված էդի արել է, այսօր որ Տեր իրան երկնային սիրտ է տվել իր սրտի պես, այսօր ոնց կանի քրոջ աղբորը։ Ու ընդհանրապես Պետրոս Առաքյալը երբ որ դա բացահայտեց, այդ կեղծավորությունը հենց առաջի դար եկեղեցի արդեն տենում ես մեղքը պապիտ կարեց մտնի եւ 5:11-ը դուրս բացեց եթե ձեն չկա ու 5:11-ը ասма եւ սաղ վախեցան ասում ես դանից եմ նման ասում, որ երբ որ կողքից նստածին դաս էին հարցնում, ոնց է չոքերս դողում, ասում եմ, ինչ լավ են չի հարցնում, հերթական երկուսն է ստանալու։ Սաղ եկեղեցին ասում վախեցավ։ Ինչ մտածեցին, բա որ էդի ես ելնեի։ Չեն կարող ասենք իրանք ինչ մտածեցին, բայց այդ Աստծո երկյուղով, երբ որ դատաստանը կատարվեց եւ Աստծո երկյուղով լցվեցին, դա շատ բարի էր։ Որ տենան Տերը ինչ կընդունի, ինչ չի ընդունի։ Տերը չի նայի քո քանակի նախ եւ առաջ բերած։ Կտակարանում ամենաշատ զոհաբերությունը արել է երկու լումա ունեցողը։ Չմոռանանք։ Աստված ամբողջությունն է նայում, Աստված տոկոսն է нայում, այդ կինը իր վերջինը տվեց։ Ռուսերենում նույնիսկ ասում է իր վերջի сынунда товец асма, все пропитание свое дала. Не то, что в кошельке было, дала, это пропитание было ее. Ինքը պետք է դուրը դրանով հաց ուտեր։ Հա, ու ինքը տվեց։ Ու Աստված գանձանակի մոտ նստած ասեց ամենաշատ էսօր այդ կինը տվեց։ Անդեր լույս տվողներ կային քսակներով, մեջը լիքը արծաթ, ոսկի, բայց Աստված տեսավ որ ամենաշատը տվեց։ Այս դատաստանից առաջ Աստված միշտ մարդու խղճի հետ կխոսա, մարդու ամոթի հետ կխոսա։ Եթե մարդը նորից եմ ասում, նաստրոյ ունի, ամեն ինչում ճիշտ վարվի, ինքը բարի խշմտանք ունի։ Օգուտով չի վարվում, շահով չի վարվում, ինքը ամեն ինչում ուզում է ճիշտ վարվի, այդ բարի խշմտանք ունեցողն է։ Դա շատ դժվար է պահել։ Բայց Սուրբ Հոգին նրա համար էլ այգ է, որ իմ խիղճը լինի Սուրբ Հոգու մեջ։ Պողոս առաքյալը ասում է վկայում է ինձ իմ խիղճը Սուրբ Հոգու մեջ։ Պողոսի խիղճը Սուրբ Հոգու մեջ էր։ Դրա համար հոգով նա ամեն ինչ կբռներ։ Եթե դու մի բանից մաքուր ես ու քո մոտ հայտնվեց հանկարծ մի հոգի, որը դրանից մաքուր չի, դու վրաս ներսով կբռնես, եթե ինչի որտեղ դու ինքը դրանից մաքուր ես։
Ու տեսեք, Սոֆոնյան ասում է, ամեն առավոտ Տերը հայտնում է իր դատը։ Ամեն առավոտ։ Մարդն անդրում, վրաս մտնի ողորմության տակ, թե մի հատ Աստծո դատաստանի միջով անցնի։ Հեշտ է Աստծո դատաստանի միջով անցնել։ Բայց գիտակցելով, որ ինքը սիրող հայր է, ու հետի քեզ պահում է քո սիրող հորից, որ դու իր հետ չձուլվես, Աստծուն սիրողները այդ դատի միջով անցնում են։ Ասում է ինքներս մեզ դատում ենք, որ աշխարհի հետ չդատապարտվենք։ Հենց քրիստոնյան դադարեց մի հատ Աստծո լույսի ներքո տեսնել իրավիճակը ինչա, ինքը կսկսի ինքն իրան համեմատել, ինքը իր հետ, ոնց որ առաքյալը ասում է հիմարաբար։ Այսօր ավելի շատ աշխատեցի, քան երեկ, ուրեմն այսօր Տերը ինձ ավելի շատ օրհնեց։ Աստված իմ հետ է, բայց այնինչ այնտեղ խանձված խշմտանք արդեն։ Նյութականով չի կարելի հոգևոր վիճակը չափել։ Եթե գործերդ հաջողում ստացվում է, չի կարելի չափել։ Տիրոջ ձայնը լսում ես։ Գիրքը կարդում ես, խոսքը բացվում է։ Երգում ես, Սուրբ Հոգին իջնում է։ Հաղթություն ունես, այտենց է չափում Ժորժը։ Հոգևորը չի կարելի նյութականով չափել։ Տեր իր ողորմությունով կարող օրհնի, բայց ես ելնեմ անարդուն հոգի։ Մարմնավոր մարդ եմ ես, ոտից գլուխ։ Ոնց եմ չափում տենց։ Էդի տենց չի։ Օր մոտենում եմ Քրիստոսին։ Տիրոջ ձայնը լսում եմ։ Երկինքը ինձ այսօր ավելի մոտ է, քան երեկ։ Անցյալ տարի հարցեր կար, չէի կարում հաղթել, այս տարի կարում եմ հաղթել, հաղթության մեջ կարում եմ մնամ։ Այտենց են չափում։ Ժամանակը դատաստանը սկսեսի սաղին չի վերաբերում։ Մարդիկ կան, որոնց իրանց կյանքում այս դատաստանը չեն էլ կանգնացրել։ Ամեն առավոտ իրանք մտնում են սկզբից Տիրոջ դատաստանի մեջ, մի հատ իրանք իրանց Աստծո լույսի մեջ նայում են, հետո մտնում են ողորմության տակ։ Եթե մենք այտենց անենք, այս դատը մեզի չի բանանի։ Իսկ եթե տեղ կա ճարպիկության վարվեցի, տեղ կա ինձի դրեցի չիմացողի տեղ կա ուրիշ քայլեր, խոդեր արեցի, Տերը տենում է չետի։ Ու եթե ես դրանք ծածկում եմ, արդարացնում եմ, ես իմ առաջ, դա արդեն ասում է, որ ես արդեն սկսել եմ խշվտանքս խանձել։ Այսինքն Սոֆոնյան ասում է ամեն առավոտ Տերը հավատարիմ կերպով իր դատը հայտնում է։ Մտեք դատի մեջ։ Գիտեք որն է դատը։ Так. Հովան ավետարան 3:19 ասում է այս է դատապարտությունը, որն է դատապարտությունը։ Այս է դատապարտությունը, որ լույսը աշխարհ եկավ, ու մարդիկ խավարը լույսեն ավելի սիրեցին, քանզի իրանց գործերը չար էին։ Եթե ես այսօր չար գործեր ունեմ, ծածուկ, ամոթալի գործեր ունեմ, ու էդի ծածկադմփոց եմ անում, ես լույսին չեմ գալիս, որտեղ ես եկա լույսին, իմ գործերը բացահայտվելու են, գործերը բացահայտելու են ես ով եմ։ Գիտեք, մարդուն հեշտ է խոստովանել ինչ արեք, քան ինքը ով է։ Շատ դժվար է խոստովանել դու ով ես։ Արթուն չմնացի զավոդից դուրս գալուց մի հատ երկաթի կտոր գցի ջեբս հելա եղբայր ջան, Տերը կների զղջում եմ, հա։ Արթուն չմնացի, գցեցի գրպանս հելա։ Էդ այնքան հեշտ ասել։ Բայց կարամ ասեմ, ես գող եմ։
Հայտի ահավորը։ Էդի ահավորը խոստովանել ես ով եմ, քան ես ինչ եմ արել։ Անենց ակուրատի կարելի է ձևակերպել դու ինչ ես արել։ Անարդուր մնացի, հելա, էս արի, այն արի։ Հա, զղջում, բայց մի հատ դու տես դու ով ես։ Ասում է, գողը նրա համար գող չի, որ գողություն անում, այլ ինքը գողություն անում, որտեղ ինքը գող է։ Դու քո մեջի գողությանը տես, դու քո մեջի գողին տեսար, այդ գողին պետք է խաչի անես։ Դու նրա համար ստախոս ես, որ սուտ ես խոսում, այլ դու ստախոս ես դրա համար ես սուտ խոսում։ Դրա համար ասում եմ ամեն մարդ սուտ, հա, լժիվ, տենց է հայերենում։ Հա, ամեն մարդ սուտ է։ Ու եթե ես այսօր մի օր ավել ապրեցի, փառք Հիսուսին, ես իրեր ողորմություններ, ես իմ շնորհքը չէր։ Բայց ես պետք է ուժ ունենամ, Աստծո հայլու մեջ նայեմ, իմ իրական կերպարը, պատկերը տենամ ես ով եմ, ու հետադարձ գանուց ես չմոռանամ։ Ես ով եմ, ու ըստ խոսքի ես պետք է ինձի դզեմ։ Ու եթե ապաշխարությունից հետո էլ ես լույսը չեմ սիրում, լույսին չեմ գալիս, ժողովուրդ, ուրեմն ես խավար գործեր ունեմ։ Ես խավար գործեր ունեմ ու ես վախենում եմ, որ այս գործերը հանգար չբացահայտվի, այս գործերը հանգար չլուսավորվի։ Եթե լուսավորվեցի, ես ամոթուց գետինը կմտնեմ։ Ավելի լավ է ամոթուց գետինը մտնես։ Քան մի հատ այնց հոգու չափ իջնի Անանիայի Սափֆիրայի պես եկեղեցում զարկվես գնաս կորուստ, կամ տենց խավար տկար ապրես, սաղկյան, կույր, կանգնես Աստծո առաջ ու անդե դատապարտություն լսես։ Ավելի լավ է հիմա, ասում եմ հիմա դատապարտվում ենք, հիմա բացահայտվում է, հիմա ամանչում ենք, հիմա դատվում ենք։ Ու ամեն հոգու չի վերաբերում, հոգիներ կան, նորից եմ կրկնում, որոնք այս դատը երբեք չեն կանգնացրել։ Այս դատը, ոնց որ Մարգարեի մեջ ասում է, թող դատը գետի պես հոսի, Ամոսնա, թող դատը գետի պես հոսի։ Եթե իրավունքը դատը քո մեջ գետի պես հոսում է, դու գիտես ոնց աղբորդ հետ վարվես, ոնց քրոջդ հետ վարվես, ու Տերը քեզ չի հանդիմանի։ Ասում է, այս է դատապարտությունը, որ լույսը աշխարհ եկավ, ու մարդիկ խավարը լույսեն ավելի սիրեցին, քանզի իրանց գործերը չար էին։ Վասնզի ամեն ով որ չարը կգործե, անիկա լույսը կատե։ Էսի լույսի խավարի բանա պայքարա մեր մեջ։ Եթե ես չարը գործում եմ, ուրեմն լույսը ատում եմ։ Ես չեմ կարա չարը գործեմ ու լույսը սիրեմ։ Էսի կեղծիք է։ Երկու տիրոջ չեմ կարա ծառայեմ ես։ Չի ստացվի։ Լույսը կատե եւ լույսին քով չի գա, որպեսի իր գործերը չհանդիմանվին։ Գործերը հանդիմանվելու են, գործերը բացահայտվելու է։ Բացահայտվելու է, ես հպարտ եմ, ես քենքշող եմ, ես նախանձ եմ, ես դերասան եմ։ Հիշում եք հրեշտակը ասեց անունդ ի՞նչ է։ Ասեց Հակոբ, բնագրում ասել է խափող։ Խափող, Տեր, ես խափողն եմ։ Ու իսկույն անունը փոխվեց, ասեց դու էլ Հակոբ չես, դու Իսրայել ես։ Դու համոզեցիր մեզ։ Դու հաղթեցիր, պատերազմեցիր եւ ասում է հրեշտակին հաղթեց։ Օսիայի մեջ ասում։ Եթե այսօր Տերը հարցնի անունդ ի՞նչ է ու դու այդ պահին արթուն գտնվեցիր, ասիր Տեր, ես տրտունջն եմ, Տեր, ես բողոքն եմ, ես անառակն եմ, ես արծաթասերն եմ, ես դերասան եմ, էդի կվերցրի քեզանից։ Դու դա բերիր լույս։ Ու խավարը որ մտնում է լույս, ինքը չքվում է ժողովուրդ, ամեն ինչ լույս է դառնում։ Բայց ան ով որ ճշմարտությունը կգործադրե, լույսին քով կուգա։ Այսինքն լույսին գալիս է, ով որ ճշմարտությունը գործադրում է իր կյանքում։ Սիրելիներ, լույսին քով կուգա, որպեսի հայտնի ըլլան, թե իր գործերը աստծմով գործված են։ Նա լույսից վախենալու բան չունի։ Հայերեն լեզվում տարական ինչ լավ անուն ունի։ Խավարասեր։ Ինչ
Ջանն են դրա հիմա։ Ես հայոց լեզուն մեկ բա համաձայնվում եմ կնոջս հետ, բան ասել ա, որ հայոց լեզուն խավար ասել։ Էսի ռուսներին ասես, տարական անունը Լյուբիշի Տիմո։ Էսի մեծ քարոզի թեմա է, գիտես։ Հիմա եթե մենք խավարը սիրում ենք, լույսը չենք սիրում, հոգևոր կյանքում ով ենք գնում։ Տարական ենք գնում։ Փախտում ենք լույսից։ Լույսը վառվեց, տարականները փախտում են։ Խավարն են սիրում։ Նրանք ինչ ունեն ծածկել, նրանք ինչ գործեր ունեն։ Հələ ես հասկացանք։ Ստե թալան եմ արել, այնտեղ խաբել եմ, ստե կեղծավորվել եմ, ստե դեր եմ խաղում։ Մարդ աշխարհից գալիս է ու չի դադարում դեր խաղալուց։ Ստելա դերասանություն անում։ Հələ աշխարհի դերասանները գոնե դերասան են բեմի վրա։ Եթե պարզվեց մենք կյանքով ենք դեր տարել, դեր խաղացել, ժողովրդի դատապարտություն է։ Էսի դատապարտություն է, եթե ես աշխարհից եկես դե դեր եմ խաղում։ Իրականությունը չկա, ֆալշն է իմ մոտ, հասկանում ես։ Կեղծիքն է։ Изображаю то, что не существует։ Ներկայացնում եմ մի բան, որը չունեմ, գոյություն չունի։ Ես դրա մեջ չեմ։ Ես այն ասում եմ Աստված նշան կանե, ռուսերենում նշան կանե ճանջին Եգիպտոսից եւ մեղվին Ասորեստանից։ Եգիպտոսի ճանջը ո՞րն է։ Ասորեստանի մեղուն ո՞րն է։ Մենք Եգիպտոսից որ դուրս եկանք, Եգիպտոսը խորհրդանշում է աշխարհը, մենք ճանջ ենք։ Ճանջը առավոտից իրիկուն ինչի մասին է խոսում։ Երկու ճանջ որ իրար տերում են չեն ասում։ Ասում են թրիքի տեղ եմ ճարը չես պատկերացնի։ Էն էլ ասում ես էլ մի հատ լավ փեյնի տեղ գիտեմ։ Դու ինձ նրա կարձինատները դուր, ես քեզ նրա կարձինատները տամ։ Տեսած կա ճանջ։ Առավոտից իրիկուն ճանջը դրա մասին է խոսում։ Իսկ մեղուները ինչի մասին են խոսում։ Ասորեստանն էլ այն գերությունն է, որը հելաները ընկան ավետած երկրում ու ատեղից հելան։ Ատից արդեն մեղու ես հելնում։ Ժորդ, մեղուն գիտի ծաղիկների կեղը, որոնք նեկտար են տալի։ Գիտի այն ծաղիկը, որը նեկտար ունի, մեղուները անսխալ կարան որոշեն, որ ծաղիկը երկնային է, որ ծաղիկը արհեստական է։ Որ հավատացյալը Սուրբ Հոգով լցված է, որը ձև է տալիս, արհեստական ծաղիկ, ինքը նեկտար չունի։ Մեղուին ինչա պետք, մեղր։ Մեղրի համար նեկտար է հավաքում ծաղիկներից։ Նույնիսկ Սաբայի թագուհին, որ եկավ Սողոմոնին փորձելու, Սողոմոնը այդ արհեստական բնական ծաղիկների զանազանությունը վստահեց մեղուներին։ Լուսամուտը բացեց, մեղուները եկան, 5 ծաղիկից նստան 2 ծաղիկի վրա, 3 ծաղիկի վրա չնստան։ Ասել Սաբայի թագուհի, այս 2 ծաղիկներն են բնական, այն 3-ը քո ծառաների սարքածն են։ Բեզաշի բջնը, մեղուն կասի, ով նեկտար ունի, ով չունի։ Եթե դու մեղու ես, դու գիտես էդի։ Ու ամենամեծ ծաղիկը Սուրբ Գիրքը դեմը դրածից դու վաբշե չես հետնի։ Գիշեր ցերեկ նեկտար կվեկանես, որ քեզ մեղր սարքես։ Սկսում է սենց, սկզբից Եբրայեցիս կարդամ 3:12-ն է, ոնց որ Ինչի Եբրայեցիս Նինաքուր ջան 3:12-ը նայեցեք եղբայրներ, ես նաև քուրիկներին է վերաբերվում, նայեցեք եղբայրներ, չլա որ ձեզ մեկու ներսիտին անհավատության, սկզբից գալիս է անհավատությունը, չար սիրտ ըլլա եւ ապստամբի կենթանի Աստծո դեմ։ Անհավատություն, չարություն, հետո ապստամբություն։ Սենց աստիճանները տալի։ Կորխը, որ հելա Մովսեսի դեմ։ Հիշասեմ ձեզ, կորխը Մովսեսի հորողբոր տղեն է։ Հերո չէ թանք, հորողբոր տղեն է հալալ։
Կաթի որդիներն են։ Կաթը ուներ 4 տղա։ Ամրամը, Քեբրոնը, Ուզիլը, Իծգարը։ Իծգարի տղեն Կորխնա, Ամրամի տղեն Մովսեսնա, հորովբոր տղերք են։ Սկզբից ապստամբություն, սկզբից անհավատություն, չարություն, ապստամբություն։ Ու Կորխը ոնց բանը զարկվեց, մի հատ ինձ հիշացրեք։ Բանի մեջ, չիմացության մեջ, Կորխը հակառակության մեջ։ Ժորդ Կորխը չմահացավ տգիտության մեջ, անգիտության մեջ, անգետ, տգետ, չիմացության, հակառակության մեջ։ Այսինքն իմանալով Մովսեսը ով է, ինքը ելավ Մովսեսի դեմ։ Իմանալով Մովսեսը ով է։ Թվոց 26:11 ասում է, բայց Կորխի որդիները չմահացան։ Ինչի։ Հոր հետ համաձայն չէին, մարգարեներ էին Կորխի որդիները, հլա Կորխի որդիների սաղմոսները կարդացեք։ Արտասուքի հովիտ անցնելով Կորխի որդիներն են գրել։ Կորխի որդիները մարգարեներ էին, Տիրոջ հետ կապ ունեին։ Հորը ինչքան կկանգնացնեն, կասեն պապ Մովսեսի դեմ մի հել։ Դու գիտես, որ Մովսեսը Աստծո մարդ է։ Ինչ ես նախանձում, ինչքան ես Մովսեսի միջոցով քո կյանքում օրհնություն վայել է, Մովսեսը որ պատմեր ոնց էր ուրախանում, ոնց էր ցնծում, ինչքան բարիք է եկել քեզ Մովսեսից, այսօր դու ինչ ես Մովսեսին բանանում, հել է Մովսեսի դեմ։ Ինչ արեց Մովսեսը, ինքն ընկավ քիթբերնի Մովսեսը։ Երբ որ ընկնում ես քիթբերնի, գիտես ինչ ես թույլ տալի, քո դեմի կանգնածը երես առ երես հանդիպի նրա հետ, ով որ քո հետերն է կանգնած։ Դու մի հատ արանքից ելնում ես։ Երես առ երես իրար հետ հանդիպեցին Դաֆանը, Աբիրոնը, Եղիաբի որդիները, որը Ռուբենից էին գալիս, ու 250 մարդ, որոնք բերեցին խնկարկության իրանց բուրվարներով, Կորխը, ընտանիքով, բացառությամբ Կորխի որդիները։ Մի քանի 100 հոգի գնացին գետնի տաշորդ։ Հակառակության մեջ։ Ճշմարտությունը իմանալով դու չուզեցիր ճշմարտությանը հնազանդվես։ Ասում եմ, զոհ չի մնում քավության։ Դու արդեն Աստծո դեմ ես հելնում, Տիրոջ որոշումների դեմ ես հելնում։ Ողորմություն կարա չլինի։ Ժամանակն է դատաստանը սկսի Աստծո տնից։ Եվ ասում եմ, եթե մեզանից սկսի, բա նրանց, ովքեր ավետարանին չեն խոնարհում, նրանց ինչա լինելու։ Եզեկիել 9-րդ գլխում դատաստանը սկսելուց առաջ ասում է Աստված մարդ է գրած ընդ, բայց հասկանում ենք, եթե հեշտակա։ Մարդը չի կարա գահի տակ, որտեղ քերոբեներն են, այդտեղ ձեռքը մտցնի, այդտեղից ածուխներ վեկալի գցի։ Հասկանում ենք, եթե հեշտակ են։ Ասեց մտի քաղաք, ով որ մեղքի համար լացում է, ճակատի նշան արա։ Մարդիկ ֆիզիկական չեն վեկալել թանակը, փետուրը, փողոցում տենում ճակատին բան են անում։ Էդի բնական է դա հոգևոր կատեգորիա էր, հոգևոր ոլորտում էր կատարվում, դա անտեսաներ էր կատարվում, ում ճակատին նշան են անում, ոչ էլ գիտեն, որ իրան ճակատին նշան արված։ Ասում եմ, որոնք մեղքի համար լացում են։ Ում մեղքի համար։ Նախ եւ առաջ իրանց, հետո ազգի, միակ բանան, հյուսակուճը։ Եթե ես այսօր մեղք ունեմ ու դնեմ ազգի համար խոստովանվեմ, Աստված ինձ չի ասի, այ դերասան, քո մեղքերը թողած, ազգի մեղքերի համար ես խոստովանվում։ Դանիելը, Նեեմիան, Եզդրասը, որ խոստովանվում էին, իրանք իրանց այդ կատեգորիայի մեջ էին մտցնում, բայց դրանք Աստծո առաջ սուրբ արդար մարդիկ էին ազնիվ, իրանց կյանքում մեղք չկար։ Բայց իրանց հավասարացնում էին, ասում են, որ մենք ենք մեղան չէ, մեր հայրերն են մեղան չէ, Տեր,
Ու Աստծուն էդի շատ խիստ հաճելի էր այդ տեսակ խոստովանությունը։ Նշանները արեցին։ Եկան հետնել 4 մարդիկ, որոնք քանդուքարար գործիքներ ունեին։ Քանդող, փշրող, ջար, մերցնող։ Ասեց արեցի Տեր նշանը։ Ասեց գնացեք հետևից, ում ճակատին չկա, սկսեք զարկել ու սկսեք իմ տնից։ Ձեր մանուկ չխնայեք։ Մենք մոտենում ենք այտենց օրերին ժողովուրդ։ Դաժե հայտնության մեջ ասում է մի սկսեք մինչև մեր ծառաների Աստծո ընտրյալների ճակատի նշան չանենք։ Մենք այս նշանը տենում ենք գործման նաև նոր ուխտում։ Այն ով որ մեղքի հետ խաղ անում, ում խշմտանքը խանձված է, ով որ սենց զազորներով է ապրում, բնական է դրանց ճակատին ոչ բան չի արվել։ Դրանք չունեցող են, չունեցողից եղածնել վերցվում է։ Ով որ ունեցող է, ունեցողին տրվում է։ Աստծո բանաձևն է։ Ով ունի նրան կտրվի, մենակ Տերն է որոշում դու ունեցող ես, թե դու չունեցող ես։ Ունեցողին տրվում է, չունեցողից եղածնել վերցվում է։ Քանի դատաստանը Աստծո տնից չի սկսե, Աստված առաջարկ ունի։ Սկսի այսօր ինքդ քեզ դատել։ Խավարը դիր մի կողմ, արի լույսին, անկախ նրանից ինչ գին կնստի վրեդ։ Արի լույսին, ու եթե խավարի մեջ գործեր ունես, թող այդ գործերը սաղ բացահայտվեն։ Ավելի լավ է հիմա աման չես, կյանքը դասավորես, դզես։ Հիշում եք հին ուխտում, ասում որ զոհ ես բերում գարան մորթին, զոհի մորթին, թողում ես քահանայի մոտ, էդի քահանայինն է։ Երբ որ այսօր ողջակիզում ես քեզ, քո մորթու մեջից հելնում ես, այն մորթուց, որի մեջ այդ գործերը արել ես, այդ հին կյանքը ապրել ես, այդ մորթին պետք է թողես քահանայի մոտ, այդ մորթին քո խոստովանությունն է։ Միտք առնում։ Ավելի լավ այսօր այդ կաշվից հելնենք, այդ մորթուց հելնենք, գանք Տիրոջ առաջ, Աստծո վկայի երկրի վրա խոստովանվենք, սա խավարը դնենք ոտերի մոտ, ազատ ուրախ, ներված, գառնուկի արյունով մաքրված հելնենք ուրախ։ Աստված ուրախություն է տալի։ Երբ որ Դավիթը զղջաց ասեց Տեր, վերադարձել է ինձ փրկության ուրախությունը։ 51 Սաղմոսում։ Ինքը փրկության ուրախությունը շատ շուտ էր գործել, մեղանչելու չէր գործել, ինքը մինչև մեղանչելն էր պակաս է։ Այդ տեսակ մեղ գործելու համար դու պետք է սկզբից պակասես։ Պարզ է մեղքից հետո ինչքան կպակասես, բայց այդ մեղքը անելու համար էլ դեմից էլի պետք է պակասես, որ դա անես։ Դու պետք է քո տեղում չլինես։ Դիվական ուժերը աշխատում են քո վրա, որ քեզ համապատասխան տկարության բերեն, խփեն քցեն այդ մեղքի մեջ։ Թե չէ ինձ հեշտ չի Աստծո զարին բռնել։ Տերորդ ինձ է շորժան։ Եբրայեցիս Պողոսը զգուշացնում է 3:12-ը։ Ասում է. նայեցեք եղբայրներ, չլա որ, այս եկեղեցու անդամներին է գրում, Ժորժան, Սուրբ Հոգով ջրով մկրտված։ Նայեցեք եղբայրներ, չլա թե ձեզ մեկուն ներսիդին, քո ներսը, աղբորդ քրոջ չէ, հենց քո ներսը անհավատության, չար սիրտը լա եւ ապստամբի կենթանի Աստծո դեմ։ Ապստամբությունը կլինի Աստծո դեմ։ Բանը Դեմասը հնարավոր չէր չտենալ իր մեջ ինչա կատարվում, ինչի մի օր գլուխ չբարձրացրեց, ինչի մի օր անկեղծ Պողոս հետ չխոստովանվեց, չպատմեց, չասեց Պողոս այնպես բաներ էր ներսս բռնում, այս ինձ լավ բանի չի բերի, ինչա կատարվում։ Ստուտը մի բան նիտո է իմ կյանքում։ Կարող է ինչ-որ միտեղ դուռ եմ բացարել։ Մի հատ հարցակում կա իմ կյանքում, ես գլուխ չեմ հանում։ Մի հատ ինչ-որ սիրելի մեղ կա իմ մեջ գլուխ բարձրացրել։ Կամ ես իմ հնին եմ վերադառնում, այնքան ծածկեց, այնքան ծածկադմփոց արեց, մինչև ասում է Պողոս ասում է ինձ թողեց, աշխարհը սիրեց։ Թազա սիրահարվեց աշխարհի վրա։ Կամ կարող է հին սերը կենթանացրեց, չգիտենք։
բայց գիտենք մի բան, Պողոսի հետ պատահական մարդ չէր կարա պատտեր։ Պողոսի աբարոտներին ինքը ուղղակի պիտի հասցներ։ Ստեղ ավետարանչության վերջում, այսօր որ ավետարանչությունն է լինում, Աստված տեսեք մեզ ինչքան օրհն է, ինչ ժամանակներ է տվել, ավետարանչության վերջում, օրհնյալ պաշտամունքի վերջում ինչով է ավարտվում։ Հյուրերին տանում ենք հյուրասիրության։ Պատիվ ենք տալի, մենք այդ ազգնենք։ Մի հատ աղբեր ասեց, վայ եղբայր ջան, բայց ոնց ասի брат написано. Все, что делайте от души, как для Господа, Կողոսացից 3:23։ Ասում է հայրի մոտ այս համարը փայլում է, թնդում է, ասում է մենք այնքան բան ունենք հայրից սովորելու։ Մենք Կողոսացի 3:23-ը հայերը ոնց որ սամուրայ ձեռից փորձեց թուրը եկավ, ես չես կարող։ Ասում է այսպես հայրի մոտ փայլում է այս համարը։ Ավետարանչության վերջում հյուրերին, դե ճիշտ բնական է։ Գործ առաքելոց ավետարանչության ավարտը ոնց է բրցնում, մի հատ հուշեք։ Ապրես։ Պողոսը խոսքի ժամանակ տերում էր մեկը հավատք ունի։ Ոնց տեսա, որ հավատք ունի։ Այսօր նայում տենում են փող ունես։ Այսօր նայում տենում են հարուստ ես։ Այսօր նայում են տենում են հագու կապը, ասում են շորը քերցնում է, փողն են խոսնում է։ Ախպեր, ես ինչ ծանոթություններ կունենամ, մի հատ այս հարցը կսի տեղ ախպերս։ Մի հատ սրան զանգի, մի հատ։ Այսօր նայում տենում են փող ունի, կապեր ունի։ Այն որ Պողոս առաջի դարում այդ աչքերը չուներ, նայեց ասма տեսավ հավատք ունի։ Այսօր մենք չենք տենում հավատք ունի։ Նայում տենում ենք ասում ենք ճաշակ ունի։ Կնիկը սիրուն է, մարդը հարուստ է, տունը մեծ է, ռեմոնտը եվրո է։ Ավտոն Ժիգուլի չի։ Բայց հետի սաղ տենում ենք, ընտիրա։ Կարում ենք։ Իսկ ճանջը մեղրից կարում ենք տարբերենք։ Եթե խապված գնում եմ ճանջին, ասում եմ ինձի մեղր կտաս, ոնց է կարծում, բերանս ինչ կդնի։ Իր անեցած է։ Կասի իսպանական մի հատ անգուսի թրիք ունեմ, բերանք բաց, մի գտակ է դնի բերանք։ Ինչի, որ դե զանազանություն չունես, գնաց է ճանջից մեղր ես ուզում։ Դե նա մեղավոր, ես եմ քոր։ Գործ առաքելոցում ավետարանչությունը ավարտվում էր քար կոծելով։ Ընթացքում Պողոսը տերում էր էսի բժշկության հավատք ունի, էսին ունի, ոտը էր հանում, հաջորդ օրը քննադատություն։ Քննադատելով հակառակ հրաշքը չէին անում։ Մոգերը գոնե փեդերը սարքինոց, սրանք եթե չեն կարող անել։ Քար կոծեցին, հանին քաղաքից դուրս, մտածին մեռածա, գցին միտեղ, ասին թողել լեշը նեխի։ Պողոսը եկավ ուշքի, թափ տվեց ու ոչ թե փախավ այդ քաղաքից, ասма պատտվեց, նորից մտավ այդ քաղաք։ Եթե այսօր զորավոր հավատք ունես, կարող է մտնես գործ առաքելոց։ Ինձ սեղաններ քիչ է լինելու, շատ է ծեծու ջարդա լինելու, բայց Աստված փառավորելու է։ Հռոմեական բանտը քամնի։ Երկու հոգով երգելով։ Այսօր ես անդոն կարող եմ մի հատ բոշ պերֆորատոր ճարենք, ասենք գիշերը գորին ազատենք, էլ արի դրացնենք, տանենք։ Մեր կարողությունը է դա, բայց մարդը երկին բանտը փլավ։ Հավատք ունենալը կարա այդ թանգին է նստի Ժորժը մեր վրա։ Այն ով որ հավատք ունի, այսօր Աստղը մտնում է ֆուտբոլ խաղալու, դեմի թիմը ամեն ինչ անում է գնդակը մոտը չեն գնի։ Գնդակը գալ մոտը կարա ճակատագրական։ Այսօր զորավոր հավատացյալների դեմ անձամբ սատանին աշխատում, որ չլուսավորեն խավարի մեջի հոգիներին չազատեն։ Որտև է դատը իրանց մեջ անդադար հոսում է։ Ու Տերը ոչ թե ասում է պատրաստվեք, ասում է պատրաստ եղեք։ Մի ակնթարթում պատրաստ եղեք։ Վկայել եմ, չէ՞, որտեղ եղել չգիտեմ, ավտոբուսի շոֆերը կողքը եղբայրը նստած, պատասխանում ասում է պատրաստ ես, ռուսերեն ասում է գատով, ես չի հասկանում, չիմու գատով, ժողովրդին քաղաքից դուրս ենք տանում խնջիկը։ Ասում է գատով, պատրաստ ես,
մեկ էլ էսի գլխի անգնում, հոգին իշխանին ասում է, գատով ասում է, գատով է սերցը մայո, պավարոտին խփում է, նա ավարայ է լինում, մենակ շոֆերն է մանում։ Սաղ սալամատ ավտոբուս է նստած։ Կողքի եղբայրը Սուրբ Հոգով լցվավ, ասեց պատրաստ ես, այսինքն մի րոպե հետո հոր հետ հանդիպում ես, մի րոպե հետո ժողովուրդ, ինչա մարմնի մեջից ելնելը, սիկունդա, ենքան մի ամիտ ենք ապրում, արա ասում ենք անցյալ շաբաթ տեսանք, մեռավ, եղբայր մի րոպե եմ կարա մեռնի, մի սիկունդում կարա մեռնի։ Աղվան ջան, պապավոր հավից անք է։ 9-րդ հարգից աղվանի պապան ընգելա չի մեռել։ Լվացքի պարաները փրթելով իջելա։ Ինքն խմած չէ։ Հոսանքն է խփել։ Ճամփին հոսանքն է խփել։ Չէ, դրանից հետո հոսանքն է խփել չի մա։ Հա, հայեցածի ճամփին սաղ բանը հարգելուն որտեղ։ Բան է եղել, հարգարկեն որ տրակել է, կողը մարդը կուրացել է, իրան էլի բան չի եղել։ Ու այդ մարդը այսօր եկեղեցի չէ։ Չէ, այս մարդը եկեղեցի չէ։ 9-րդ հարգից ընկնե սաղմնա։ Ուղիղ ասֆալտին ոտդ սոտա տալի, քունքդ կպտում ամիտեղ մեռնում ես, տեղը մնում ես։ 9-րդ հարգից աղվանի պապան ընգելա, մինչև այսօր հավատացյալներն էլ սիրում է։ Հարգում սիրում է, բայց Հիսուսին չի ճանաչում։ Թեպետ Աստված իրան պահել է։ Տենանք, Ժորժ ջան, աղոտ կանենք, որ մենք էլ ենք մի վաղ տեղը պապայի պես իրա, մենք էլ ենք աշխարհում եղել, մեր համար ինչքան աղոտ են արել, որ այսօր Աստված ողորմություն արի մեզի փրկել է։ Տեր օրհնի ձեզ, Ժորժ ջան։ Այսինքն ամեն առավոտ մենակ Աստծո ողորմությունը չի նորոգվում, Աստծո դատն էլ է նորոգվում, Սոֆոնիայի 3-րդ գլխի 5-րդ համարի առավոտից առավոտ իր դատը հայտնում է։ Մտնես դատի մեջ եւ երբ որ աղոթք ենք անում, ասում ենք Տեր դուր բաց, չէ՞, ավետարանի դուր բաց, խոսքը որ առատապես հոսի, ի վկայություն շնորհած խոսքին, ոնց որ գրած է։ Դրան հետևը գիտեք ով է կանգնած։ Դատավորը։ Գրում է Հակոբոսը։ Դատավորը դրան մոտ կանգնած է։ Այդ դուրը որ բացվեց, օրհնության դուրը, հետևը հրաշքներ, նշաններ, զորությունները չի։ Երրորդ երկինքը չի, դատավորն է կանգնած։ Նա դե դատի միջով պետք է անցնես դու։ Ինչ որ կանցնի, այնի Տերը կօրհնի, ինչ որ մնա, այնի Գողգոթա։ Յուրաքանչյուր դուր, որ Տերը բացում է, ասում է դրան հետևը դատավորն է կանգնած, Հակոբոս գրած է։ Դա գլավա չէ։ Հլա բաց, Հակոբոս կներեք, մի հատ էսել կարդանք ու Հինգի ինը, ինչ ասում։ Իրար մի տրտմեսնեք եղբայրներ, որպեսզի չդատապարտվիք, ահա դատավորը դրանը քով կայները։ Հենց այդ դուրը բացվեց, օրհնության դուր կլինի։ Քուրս դե բան չմոռացար, չէ՞։ Всё։ Любой դուր, որ բացվում է, օրհնության դուր կլինի, ամուսնության դուր կլինի, աշխատանքի դուր կլինի, դեմը դատավորն է կանգնած, այդ դատավորի միջով անցել։ Մատ այդ դատավորի մեջ, որ դու տենաս դու հուրի փերին չես էլի։ Եթե դու գիտես դու միակն ես, դու կքանդես այդ ընտանիքը, քո ձեռներով։ Իմաստուն կինը ինչ անում, մարդուն լավ գործի է ընդունում։ Ամուսնանալու հետո որ շատ է աշխատում։ Ոնց է գրած, իմաստուն կինը ինչ անում։ Իր տունը կսարքի։ Բանը կար տեղերը փոխվել են, հիմա ինքն ռուսերեն խոսում, ես հայերեն։ Իմաստուն կինը ասում է տունը կսարքի, անկախ նրանից մարդը կոշկակար է, թե զամինիստրը։ Իմաստուն կինը տունը կսարքի։ Հիմար ինչ կանի։ Գորջան հիմար։ Չէ, դեպքեր չի վերաբերում, քոնը հիմար չի։ Так։ Ումնա հիմար, չկա հիմար։ Ցավ կանայք իմաստուն են։ Հիմար ինչ կանի։ Ասում է իր ձեռներով կքանդի Ժորժան։ Չի թողի ուրիշը քանդի, ինք իր ձեռով կքանդի։
կնիկը կարա թարգմանիչ լինի, մի հատ սխալ թարգմանիչ ներկա այսօր երկու պետության մեջ գցես, կես ժամ հետո երրորդ համաշխարհային կսկսի։ Վեկալ Ամերիկա, Հնդկաստան, Չինաստան, Ռուսաստան իրար կհացեն։ Իսկ եթե երկնային լեզուն գիտենք, ամեն օտար կրակները հանգում է։ Տերը օրհնի ձեզ։ Գանք աղոթքով Տիրոջ առաջ։ Ինչ դուր Տերը բացեր ժողովուրդ հիշեք, դատավորը հետևը կանգնած է։ Դատի միջով պետք է անցնես։ Եթե ուզում ես օրհնություն լինի։